Ողջույն բոլորին, այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել 16-րդ դարի առաջին կեսի հումանիստ փիլիսոփա Էրազմ Ռոտերդամցու աշխատությունը, ահա այս ժողովածույում է։ Այդ աշխատությունը այն կոչվում է կամքի ազատության մասին։ Այդ գործը լույս է տեսել առաջին անգամ 1524 թվականին Բազելում, այնուհետև շատ արագ, շատ կարճ ժամանակահատվածում վերահրատարակվել է եվրոպական տարբեր քաղաքներում։ Աշխատության ժանրը հեղինակը բնութագրել է որպես դիատրիբա։ Հունարեն այդ բառը նշանակում է ուսումնասիրություն, տրակտատ, որն իր մեջ բարոյախրատական տարրեր է պարունակում։ Այդ գիրքը լույս է տեսել, ծնվել է, ավելի ճիշտ, Մարտին Լութերի հետ բանավեճից։ Լութերը նախկին կաթոլիկ միաբանը, ինչպես հայտնի է, ձգտում էր թե եկեղեցու եւ թե ամբողջ հասարակական կյանքի կտրուկ փոփոխությունների եւ առավել կոշտ ասկետիկ կանոնների։ Մասնավորապես նա մեղադրում էր Էրազմին, որ վերջինս սխալ է հասկանում բարեպաշտությունը եւ պատշաճ ուշադրություն չի դարձնում ադամական մեղքին։ Հետագայում Լութերը ի պատասխան այս աշխատության, այս դիատրիբայի գրել էր կամքի ստրկության մասին իր պամֆլետը, որի ամենահուշկու ճակերտներում, այդպես ասենք, մեղադրանքը հետևյալն էր Էրազմի հասցեին։ Մարդկայինը նրա համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աստվածայինը։ Ինչպես հայտնի է, կարևոր է ոչ միայն բանավեճի առարկան, այլև ոճը։ Եվ Էրազմը հենց սկզբից խոստովանում է, որ աստվածաբանական լեզվակռիվներում նա բացարձակապես հմուտ չէ եւ բացատրում է, թե ինչու։ Ես ուզում եմ զրուցակից լինել, ոչ թե դատավոր, հետազոտող, ոչ թե հիմնադիր։ Ես պատրաստ եմ սովորել ցանկացած մարդուց, որն առաջարկում է որևէ ճիշտ կամ հավաստի բան, չնայած ես հաճույքով կխորհրդակցեի նաև միջին մտավոր կարողություններ ունեցող մարդկանց հետ։ Այդպիսի հարցերում պետք չէ վիճել համառորեն, դա ավելի շատ վնասում է քրիստոնեական համաձայնությանը, քան օգնում է բարեպաշտությանը։ Էրազմի այս դատողությունը ուղիղ կապ ունի թեմայի հետ, քանի որ կամքի ազատությունը առնչվում է լայնախոհության հետ։ Երբ մարդիկ համառորեն առաջ են քաշում իրենց վերջնական դարձյալ ճակերտներում իրենց վերջնական ճշմարտությունները, դա գրեթե անխուսափելիորեն բերում է նրան, որ այդպիսի դիրք զբաղեցնողները սահմանափակում են իրենց հետ չհամաձայնողների կամ արտահայտությունը, առնվազն բարոյական հարթության մեջ։ Իսկ եթե սահմանափակողը նաև լծակներ ունի, իշխանություն, զենք ունի, ապա մենք գիտենք, թե ինչի է դա վերածվում։ Հավատաքննության, բռնապետության, ահաբեկչության։ Էրազմը ազատ կամքի տակ հասկանում է մարդու ցանկության ուժը, որի միջոցով նա կարող է մոտենալ հավերժ փրկությանը կամ հակառակը հեռանալ նրանից։ Չնայած նա Սուրբ գրքից բազմաթիվ ցիտատներ է բերում եւ ամենաշատը Պողոս առաքյալի ուղերձներից, նա մյուս կողմից մի քանի տեղ ընդգծում է, որ ցանկանում է խուսափել զուտ աստվածաբանական սքոլաստիկ վեճերից եւ ուզում է բերել փաստարկներ, որոնք հասկանալի լինեն ցանկացած բանական մարդուն։ Ըստ այդմ, եթե ընդունենք, որ Աստված է ամեն ինչ որոշում, որ նրանից է կախված բարիքի եւ չարիքի արկայությունը, ինչպես նաեւ դրանց չափաբաժինը, այսպես ասած, բալանսը մեր մեջ, մարդկանց մեջ, ապա դա շատ լայն դուռ կբացի անթիվ անհամար անառակների համար։ Կատարելու իրենց չարագործությունները, որովհետև նրանք կասեն, այդ մենք չենք, դա Տերն է մեր ձեռքով չարագործություն անում։ Էրազմն այս իր երևակայական այս աշխատության մեջ իր երևակայական ընդդիմախոսի հետ է զրուցում։ Դուք ասես, գրում է նա,
Ինչի համար է պետք որևէ բան վերագրել ազատ կամքին։ Եվ ես կպատասխանեմ, որպիսի հնարավոր լինի ըստ արժանվույն մեղադրել մեղսագործներին, որոնք իրենց կամքով արհամարեցին Աստծո երանությունը։ Այսինքն ազատ կամքի կոնցեպտը ըստ Էրազմի պետք է որպիսի ազատենք Աստծուն դաժանության եւ անարդարության մեջ կեղծ մեղադրանքներից եւ ի վերջո ազատենք մեզ ճակատագրապաշտությունից, վհատությունից, անտարբերությունից եւ արտնացնենք մեր սեփական բարի ձգտումները։ Էրազմի մեկնաբանությունը քրիստոնեական հումանիստական ավանդույթի լավագույն ձևակերպումներից մեկն է։ Ավանդույթ, որի ակունքներում նաև մեր հայ աստվածաբանական միտքն է։ Դեռևս 5-րդ դարում Եզնիկ Կողբացին իր Եղծ աղանդոց հիմնարար աշխատության մեջ բազմիցս ժխտում է, որ չարիքը սուբստանցիոնալ, այսինքն ինքնուրույն բնույթ ունի։ Այն ընտրվում է մարդկանց կողմից ազատ կամքով։ Լյութերի համար Աստծո կամքը առաջնային էր։ Ի տարբերություն Էրազմի, Լյութերի համար դա առաջնային էր եւ այստեղից գալիս է մեր բողոքական բարեկամների համոզմունքը, որ Աստված հենց սկզբից, հենց բարուրից կարող է մարդկանց համար դժոխք նախատեսել։ Ես դրա հետ, կներեք, չեմ կարող համաձայնել։ Մինչդեռ Էրազմը առաջարկում է չխորանալ այն հարցի մեջ, թե որն է Աստծո կամքը եւ ինչ է Աստված նախատեսում մեզ համար, որովհետեւ դա հնարավորություն է տալիս տարբեր մեկնաբանությունների։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ովքեր են այդ մեկնաբանողները։ Եվ արդյոք մենք ենք, չէ՞։ Արդյոք մեր մահկանացուներից մեկնաբանությունները, մեր մեկնաբանությունները մահկանացուներից կարող են կատարյալ լինել։ Այստեղ ըստ Էրազմի մենք կանգնելու ենք այդ դեպքում, եթե սկսենք դա մեկնաբանել, սկսենք խորանալ վտանգավոր ճանապարհի վրա, որից փիլիսոփան առաջարկում է խուսափել։ Նա գրում է. Սուրբ գրքում կան գիտելիքներ, որոնք Աստված չէր ցանկանա, որ մենք խորանանք։ Շատ ավելի բարեպաշտ է անիմանալի բաների առաջ նահանջելը, քան քննարկել այն, ինչ չի կարող հետազոտվել։ Վերջում մեր բերում անեմ Աստվածաշնչից, Սիրակի գրքից, որը իր տրակտատում այդ մեջբերումը օգտագործում է հենց Էրազմը։ Մեջբերումը հետևյալն է. Նա, այսինքն Աստված, ի սկզբանե մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները եւ հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ ու ջուր է դրել, որին, եթե ուզես, կմեկնես քո ձեռքը։ Սիրակի պատվիրանները չկան Աստվածաշնչի բողոքական տարբերակում։ Լավ մնացեք։